խոսքեր ասենք, ինչքան էլ մտով դրանք փարատենք, ինչև է, բաժանումը ծանր է։ Երևս մինչ այս պահը չէի մտածում, որ այսքան հուզիչ է, որովհետև միշտ մտածել եմ, որ Գել Վարդանյանը այդ դպրոցում է, բայց այս պահին իսկապես հուզվում ենք բոլորս, մեր շատ սիրելի Գել Վարդանյան, հուզվում ենք, որովհետև դուք ապրել եք այստեղ, ապրել եք այս դպրոցով, այս կոլեկտիվով, արարել եք, կերտել եք, ամեն վայրկյան պատմություն եք դարձրել այստեղ։ Հուզվում ենք, որովհետև սիրվել եք, որովհետև սիրել ենք ձեզ։ Ես մեկ տարի մի փոքր ավելի աշխատում եմ այս կոլեկտիվում, բայց թույլ տվեք այս երեկո տվելով առաքից նաև անկեղծ խոստովանություն անեմ, որ ինձ բախտս ժպտացել է և ես հանգրվանել եմ մի շատ հրաշալի, մի շատ հրաշք կոլեկտիվի մոտ։ Շատ կարճ ժամանակում դարձել եմ իրենցից մեկը։ Ես այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, մեր շատ սիրելի մանկաբաժներ և կոլեկտիվ, բայց այս ամենի համար իր մեծ ներդրումն ունի մեր դպրոցի տնօրեն Գել Վարդանյանը։ Դուք եք կերտել այդ սերը, դուք եք տվել այդ ջերմությունը։ Ես պարզապես ցավում եմ, որ մենք կարճ ժամանակ աշխատեցինք միասին, բայց երբեք չեմ մոռանա ձեր մայրական այն ընդունելություն, այն ջերմ, անմնացող, անկեղծ ընդունելությունը, որ կայացավ ձեր կողմից այդ դպրոցում իմ հանդեպ։ Եվ ես հասկացա, որ մենք գործ ունենք շատ լավ մարդու, լավ ընկերոջ, լավ մանկաբարձի հետ։ Բայց ես ուզում եմ մաղթել, որ թող մեր կյանքում բոլորիս համար միշտ այսպիսի բաժանումներ լինեն, միշտ այսպիսի արդյունքներ լինեն, ժամանակի և այսքան հպարտության և այսքան մեծ սիրով։ Ուր էլ գնաք, ուր էլ լինեք Գել Վարդանյան, այս կոլեկտիվը ձեզ դեռ երկար հիշելու է։ Մենք ձեզ սիրում ենք և միշտ հիշելու ենք և վստահաբար ասում եմ, դպրոցը գտնվում է վստահելի ձեռքերում, որովհետև դուք ունեք, մենք ունենք այսպիսի թիկունք, որ նստած են և կատարում են, հավատացեք, աշխարհի դժվարագույն գործը, չկա այդպիսի աշխատանք, չկա այդպիսի գործ, որ դուք եք կատարում և դուք եք կատարել, մեր շատ սիրելի մանկաբաժներ, ուրեմն թող գալիք տարիներ նորանոր հաջողություններ բերի բոլորիս, միշտ իրար հիշենք ժպիտով, ձեր ջերմությունը թողնում եք դպրոցում, իսկ ձեզ հետ տանում եք այս ամբողջ ջերմությունը։ Բարի երեկ ձեզ։ Այնքան շնորհակալ եմ ձեզանից։ Շատ քչերն են բախտ վիճակում այն երցերով ճանապարհվել։ Շատ քչերն են իրենց կամքով և առանց հետ նայելու գնում, թողնելու այդքան պատասխանատու գործ և իրենց հետևում մի ամբողջ կյանք է մնացել։ Իմ հետևում կոնկրետ 47 տարվա մանկաբաժնի ստաժ կա։ Այդ գործունեության մեջ ես մտել եմ սիրով, ես եմ ընտրել բազմաթիվ փորձությունների, բազմաթիվ իրողությունների միջով անցել եմ, բայց ես համարում եմ ինձ հաջողված, սիրված, հարգված, ընդունված, ինչը ես տվել եմ նաև բոլորին, որտեղ որ եղել եմ, բայց մաղթում խոսել հենց ձեր մասին, ինչքան լավ կոլեկտիվում եմ ես եղել, ես բազմիցս ասել եմ, որ ինձ առաջարկել են մեկ ուրիշ տեղ ավելի խոշոր, ավելի մեծ, ես ընտրել եմ ձեզ, որովհետև դա եղել է նաև իմ բնօրրանը, իմ դպրոցը, որտեղ ես առաջին անգամ ոտք եմ դրել առաջին դասարան, իմ սիրելի ընկերներին, որոնց հետ ես աշխատել եմ, հետո նոր տնօրենի կարգավիճակ եմ ստացել, բայց ինձ թվում է դուք ինձ այդպես տնօրենի աթորին տնօրեն չտեսաք, որովհետև ես միշտ մնացի ձեր ընկերը և անչափ սեր եմ տվել ձեզ, ընկերությունն է եղել մեր հիմնակարը, որ մենք այդքան լավ ենք իրար հետ աշխատել, ընկեր Դալաքյան ջան, առանձնակի շնորհակալ եմ ձեզնից, ես հասկացա, որ այստեղ կիզակետում դուք եք գտնվել, բոլորը համաձայնվել են ձեզ հետ, բոլորը ցանկացել են, որ այս երեկոն լինի ինձ մեծարելու, ես դա ընդունում եմ, ես դա չեմ ասում,
արժանի եմ դրան, շատ են արժանի, բայց չեն իրանց վիճակված չի այս զգացումներն ապրել, բայց տեղում այսպես կանգնել։ Շնորհակալ եմ, բոլորից եմ շնորհակալ։ Իսկապես շնորհակալ եմ, սա բառ չի, որ ես ասում եմ, ես ի սրտե իմ ամբողջ էությամբ ձեզնից շնորհակալ եմ։ Մենք շատ լավ երիտասարդություն ունենք, պատիվի վիճակներից X-ը դրել նրանց, ու կարծում եմ չեմ սխալվել, ձեզ շատ լավ կոլեկտիվ եմ ժառանգել, դուք եք որպես լավ ղեկավար, շատ ճիշտ մեթոդներով աշխատող, շատ լավ հուսալի ձեռքերում է իմ ընկերները, շնորհակալ եմ ձեզ, Աստված ասում է սեր է, ես այդ սերն եմ մենակ ձեզ տվել ու սեր եմ ցանկանում, ուզում եմ բոլորդ առողջ լինեք, որտեղ էլ իրար հանդիպենք, մենք բոլորս բաց ճակատով ենք իրար հանդիպելու, ոչ մեկս ոչ ամաչելու, ոչ վերհիշելու, ոչ ինչ-որ վատ բաներ չենք հիշելու, մենք միայն լավն ենք հիշել, որովհետև լավ բաներ են միայն եղել։ Ուզում եմ ասել, որ ունենաք առողջություն, ապրեք խաղաղ երկնքի տակ, ես պետք է հետևեմ ձեզ բնականաբար, որովհետև հենց այդպես չի որ գնացի ու ես պետք է ձեզ մոռանամ։